Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Շարունակում ենք մեր աշխատանքը առաջինի եթերում, հերթական հարցազրույցով, մեր հյուրն է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ Բարև ձեզ, պարոն Արշակյան։ Ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում։ Երեկ սկսվեց հերթական համերգաշրջանը Հայաստանի ազգային ժողովում, այսօր կարծես թե շարունակվում է, հայհոյանքներ, հրմշտոց եւ այլն եւ այլն եւ այլն։ Այն որ մեր ազգային ժողովը վաղուց չի համապատասխանում իր կարգավիճակին, այն որ այնտեղ քննարկվում է ցանկացած հարց բացի այն հարցերից, որոնք պետք է քննարկվեն, այն որ այնտեղ հնչում է ոչ նորմատիվ լեքսիկա, դա փաստ է բոլորիս համար։ Եվ փաստ է նաև այն, որ բնակչության մեծ մասը, ես հիմա հենց ասում եմ այն, ինչ մարդիկ են ասում ինձ, զզվել են այս իրավիճակից։ Բայց այնուամենայնիվ այդ ամենը շարունակվում է։ Վերջը, այդ մարդիկ, ովքեր որ այդ ամենով զբաղվում են ազգային ժողովում, նրանք քաղաքական լեզուս չի պատտվում, բայց քաղաքական գործիչներ են։ Իրենց համարում են քաղաքական գործիչներ, հետևապես շարժվում են բացառապես քաղաքական կոնյունկտուրայի շրջանակներում։ Հիմա այստեղ կա ինչ-որ կոգնիտիվ դիսոնանս ինձ համար, որ ես չեմ հասկանում այդ երկու եզրույթը ոնց համատեղել։ Եթե մի կողմից մարդիկ ասում են մենք զզվել ենք ձեզանից, այս ամեն ինչից վերջը հավաքեք ձեզ, բայց իրենք շարունակում են ամենը անել։ Պատճառը ո՞րն է։ Մի պատճառ կա, որ ես մի քիչ հետո կասեմ, պատճառն է, որ սահմանադրությունը հնարավորություն չի տալիս հետկանչ կազմակերպել։ Բայց ընտրությունները չէ լինելու 26-ին, մի տարի է մնացել։ Մի շաբաթում պետք է, նույնիսկ ընտրություններից մի շաբաթ առաջ կարելի է որպես պատիժ հետ կանչել մեր ծառային, նրանք մեր ծառաներն են, մենք պատվիրել ենք նրանց զբաղվել քաղաքականությամբ, կազմակերպել մեր կյանքը, մեր անվտանգությունը, մեր զարգացումը, մեր կրթությունը, մեր առողջապահությունը, սոցիալական ծրագրերը։ Ես հիմա կրկնեցի մի աչքս խուփ, որ ասում են Դավիթ Բաբկեն-Թունյանը դրա մասին ասեց, փաստորեն այնտեղ գիտեն իրենց գործառույթը ինչ է։ Երբեմն նայում ես, մտածում ես, սրանք չգիտեն իրենք ով են, չգիտեն ինչի համար են կոչված։ Ով գիտի իրենց գործառույթը ինչ, հանդիմությունը։ Չէ, տեսեք, մի հոգի Բաբկեն-Թունյանը այս խառնաշփոթի մեջ ասեց, երևի մեզ դիմեց, ասեց, հարգելի ընտրողներ, մենք գիտենք դուք ինչի համար եք մեզ գործ ուղղել աշխատանքի, մենք գիտենք, բայց դա չենք անում։ Չենք անում, չենք կարողանում, որովհետև օրակարգից անընդհատ հանում են մեզ։ Հիմա դա լուրջ էր, ես ասում եմ, որ հետ կանչի ինստիտուտը պետք է լավը լինի, պետք է պատգամավորը դողա իր յուրաքանչյուր մանդատի խոսքի այդ հեռախոսում գրանց հեռախոսային ինչա կոչվում են, որ այն Սուրենավանցին ուներ, հա, էլ հեռախոսի մեջ ինչ-որ դայնագրություններ կային, որոնք որ չպետք է լինեին, իր ամեն մի քայլի համար ինքը պետք է իմանա, որ կկանչենք հետ, պաշտոնանք կանենք։ Պատգամավորներին այդ թվում։ Այ, պատգամավորներին, մյուսները պատգամավորների ծառաներն են։ Մեր մոտ հակակշիռները մեր սահմանադրությունը հանել է։ Դա լուրջ պետության սահմանադրություն չի։ Այքանի դեռ այդ սահմանադրությունը աշխատում է, մենք լուրջ պետության, իրեն հարգող պետության քաղաքացի չենք։ Այդ սահմանադրությունը թերարժեք պետության, չկայացած պետության սահմանադրությունը, որովհետև նշանակված, մեր կողմից նշանակված պաշտոնյային մենք չենք կարող պատժել։ Կառավարման համակարգը այդ ուղղահայաց այնպեսին, ով նշանակել է, նա էլ կարող է պատժել։ Մենք ընտրել ենք, մենք չենք կարող մեր պատգամավորներին, մեր կառավարությանը, մեր արդարադատության համակարգին վատ աշխատելու համար հետ կանչել ու պատժել։ Բայց սա լուրջ մաս է, երկրորդ մասը, որը իմ կարծիքով ավելի լուրջ է։ Ես երբեմն իմ այդ համակարգչով տեղ եմ մտնում, հարցնում են, ասում են 18 տարի լրացել է,
գախնիկ էր էլի սա ես ասեմ։ Հա, էլի, այրի եմ, թոշակառու եմ, մտնում եմ, ասենք ավազի վրա գնդակով խաղեր։ Ոսմը 18 տարին լրացել է, թե չէ։ Ես հիմա, այ մենք հայտարարություն ենք անում։ Տեխնիկական հայտարարություն է Տիգրան Հակոբյանին եւ Դատախազին տիկնոջը։ Ժամանակը չի, որ մեր ազգային ժողովի հաղորդումների վրա գրվի դա, զգուշացեք երեխաներին եւ տարեցներին էկրանից հեռացրեք, այո, այսինքն գոնե այդպես լինի, որ այդ գրեհիկ վարքագիծը հայ ուղակի սեռական բնույթի հայոյանքները դա ընդհանրապես ուղիղ եթեր ոնց է գնում։ Պատկերացնում եք, բա քաշքշոցը, չէ՞ որ դա սերուցքն է քաղաքական, այդպես են ասում, սերուցքը չակր դնենք, իսկականում պետք է սերուցքը լինի, հատուկ մարդիկ պետք է ընտրվեն, երես փոխաններն են, մեծ փոխարինողներն են, օրինակելի քաղաքացիներն են դրանք, չէ, ուրեմն դրանից մենք օրինակ ենք վերցնելու, այդ աշխատավոճը, հիմա ասում են խոսքի կուլտուրան, դա օրինակելի է, վարքագիծը օրինակելի է, թե չէ։ Ես հիմա լուսանցքում մի բան ասեմ, չգիտեմ, գուցե վրեպում եմ ինքս, գուցե ժամանակն է, որ մենք օրինակ է, իսկական օրինակ է, ասենք ազնվականությանը հետ կանչենք, բա մենք օրինակելի քաղաքացիներ չպետք է ունենանք։ Մեր ազնվականությունը բայց ուր է որ հետ կանչենք։ Այ փնտրենք, հայտարարում ենք, երկու հայտարարություն ենք անում, մեկը Տիգրան Հակոբյանին եւ Տիկին Վարդապետյանին, որ մեզ պաշտպանեք աղբից եթերային, պաշտպանեք, թող գրեն, որ չի կարելի, բոլորին չի կարելի։ Ու հետո մենք իմանանք դրանց պետք է վճարենք, թե չէ։ Այդպիսի որակի աշխատանքի համար երկրորդը հայտարարենք ազնվականություն, եթե դուք կաք։ Ես գիտեմ, որ մենք օրինական լեգիտիմ արքայական ընտանիքներ ունենք, արտասահմանում են նրանք, գուցե նրանց հետ կանչենք, գուցե հետ կանչենք, միապետության ժամանակը գալիս է, գոնե այդ նախագահի ինստիտուտը, որ կա, կամ Վահագն Խաչատուրյանին հայտարարենք թագավոր, պալատ թող ձևավորի, տարբերակ է, մի ընդհատիկ տարբերակ եմ առաջարկում, որովհետև չի կարելի այդպես դուրս գալ եթեր ու մեզ համար լինել հիմա նաև այդ մոդան, գիտեք, չէ, մոդա է կիրթ լինելը, բա մոդան ով է ցույց տալիս, Արիստոտելը ձեր մեջի ով է, образец, չէ, ասում են, образование ռուսերեն տերմինը կար, չէ, կրթությունը նշանակում էր օրինակելիությունների խնդիր ենք մենք դնում, մեր համար պետք է քաղաքական գործիչները լինեն օրինակելի քաղաքացի, հիմա այսօրվա քաղաքական իշխանությունը հակահերոսներն են, դրանք օրինակելի չեն, պարսավելի են, պախարակելի են, այ դա է, այդքան տգեղ, այն բանը կինոյի մեջ որ ասում էր «Задержаву обидно», սա իմ հայրենիքն է, իմ պետությունն է, իմ պետության իշխանությունը այդպիսի որակ ունի, սահմանադրությունը թողել են, ընտրությունները մոտենում են, ընտրությունների մասին օրենքը թողել են, որ քննարկենք, որ խոտանը չգա ազգային ժողով, քննարկեք ընտրությունների մասին օրենքով նորից դուք եք գալու, կամ ձեր նմանը, կամ ձեզանից վատն է գալու, օրենքը քննարկեք, որ զտի, Գյումրիում ինչ տեղի ունեցավ, բայց ձեզ չի անհանգստացնում, քննարկեք ինչ եղավ Գյումրիում, ոնց եղան Լենինն ու Աթաթուրքը Հայաստանում հետ են եկել իշխանության։ Այ ես երկու հայտարարություն եմ, մեկը դա անպայման մեր քրեական օրենսգրքում հնարավոր չի, որ մի բան չլինի դրա համար։ Այդ տեսակի վարքագիծը հանրային ելույթով, իրենց ոնց ասեմ այդ տեղը, այնտեղ որտեղ իրենք մենակ են մնում, այդտեղ ինչ ուզում են թող անեն։ Մեկուսարանում։ Մեկուսարան ասենք դրան, որտեղ որ մեկուսանում են իրենք,
թող այնտեղ ինչ լեզվով ուզում են իրար հետ իրենց տանը, ինչ լեզվով որ խոսում են, եւ մի բան էլ կա, իմիջիալից ես չգիտեմ, դրա մասին արժի թե չէ, նաեւ այլասերություն կար։ Այն ինչ որ հայտարարվեց, դա նաեւ բանը այլասերություն, այսինքն հայհոյանքը նույնպես ունի բովանդակություն։ Դա արդյոք այլասերության գովազդ չէր։ Ես հենց այս հարցն եմ ուզում ճիշտն ասած ձեզ ուղղեի, դուք ինձ մեղադրեցիք, որ ես ընդհատում եմ, ես երբեք չեմ ընդհատում։ Շնորհակալություն։ Պարոն Արշակյան, տեսեք, այդ այլասերության մասով իսկ միգուցե մեր իշխանավորները, մեր ընդդիմադիրները, մարդիկ, ովքեր ճակատագրի հեգնանքով հավաքվել են ազգային ժողովում, մտածում են, որ հասարակությունում դա պահանջված է։ Այդ իզվրաշենիը։ Հասարակությունը ուզում է լսել հայհոյանք, հասարակությունը մտածում է, որ հայհոյող տղան դուխով տղա է, տղամարդ է։ Ես փորձում եմ հասկանալ հա մոտիվացիա։ Միգուցե նրանք գնան ընտրություններին եւ ընտրեն այդ ուժերին, որոնք դուխով են, հայհոյով են, ծեծում են եւ այլն, այնպես ինչպես օրինակ քաղաքապետի ընտրություններին, ավականու ընտրություններին 23-ին այդ շնասերների կուսակցությունը բավականին մեծ թվով ձայներ հավաքեց, պարոն Արշակյան, սա էլ է քաղաքական կոնյունկտուրա, միգուցե փորձենք նաեւ խոսել այդ մասին։ Մեկորեն պետք է խոսենք կուսակցությունների մասին օրենքից, պետք է անպայման լինեն սահմանափակումներ, օրինակ քրեական հանցագործները չպետք է կարողանան իրենց հայտը ներկայացնելու։ Օրինակ քրեական հանցագործության համար դատապարտված նորակոչիկը չի կարող զինակոչվել, չի կարող բանակ գնալ։ Բանակը պետք է մաքուր լինի, դատված մարդը չպետք է զենք կրի։ Քրեական ենթամշակույթը կրող մարդը չի կարող իշխանությունում հայտնվել։ Իտալիայում 70-ական թվականներին պորնո աստղը Չիչոլինոն պատգամավոր էր, իտալացիները հատուկ թույլ տվեցին, ասեցին, այսպես չի կարելի։ Բացասական օրինակ, գուցե մեր մոտ էլ այդպիսի օրենքներ լինեն, այ քաղաքական քաղաքական իշխանության ձևավորման մասին օրենքում մենք պետք է մի քիչ խստացնենք տարիքը եւ վերևում։ Բայց հայհոյանքը դա քրեական հանցագործություն չի, պարոն Արշակյան։ Ով ասեց։ Քրեական է։ Հանրային տարածքում հայհոյելը 5-ը, 10-ը, 10-ը ստատիա։ Դե հաշվի առնելով, որ բոլոր պարոնները շարունակում են շատ հանգիստ աշխատել եւ գալ աշխարհում, երևի թե հանցագործություն չի։ Դիմեցինք, եթե դա հանցագործություն չէ, իզվրաշոնը, որ ասում են, ես իրանց տանը այդ լեզվով խոսում են, այլասերու, գոնե հայհոյանքը պետք է լինի, այսպես ասենք, զավակաբերության իմաստով, չէ, իմաստն էլ է այլանդակություն, իմաստը, բովանդակությունը, որը լսվում էր, դա նույնպես, դա գովազդ է, դա մեր մոտ օրենք կա, արգելված է գովազդել այլասերությունը։ Չէ, ինձ մոտ տպավորությունն է, որ իշխանությունը եւ ընդդիմությունը, այսպես կոչված, ազգային ժողովում մրցում են։ Պարտներ են։ Չէ, իրենք մրցում են այդ ճանապարհի վրա, եթե մեկը հայհոյում է, մեկը հայհոյում է քառակուսի, այսինքն քառակուսի ռևերս։ Ասիմետրիկ է պատասխանում եւ դա ինչ որ բավարարվածության զգացում է իրենց մոտ առաջացնում։ Ես չեմ կարող սա հասկանալ։ Ես ուզում եմ հասարակությանը պաշտպանել, մենք այդպիսի պատվեր չենք տալիս։ Բա ինչի են կատարում։ Իրականությունից կտրված են։ Մենք հիմա ասում ենք դատախազին եւ Տիգրան Հակոբյանին, մենք ասում ենք մենք հասարակությունից ենք։ Մենք ասում ենք, որ մենք բողոքում ենք, մենք դժգոհում ենք, աշխատեք, կասեցրեք, մաքրեք մեր եթերը, մաքրեք մեր քաղաքական հարթակը։ Ես ասացի հրավիրենք թագավորին, մենք ունենք իսկական օրինական թագաժառանգ ունենք, հրավիրենք թող օրինակելի վարքագիծ դրսևորի, հրավիրենք, հիմա մեր հանդիպումը հենց դրա մասին է, ինչ եք անում, օրենքով չենք կարող, այ օրենքով հենց հիմա մենք որ կոչ անենք մեր ունկնդիրներին հետ կանչենք նրանց ովքեր որ անպարկեշտ են իրենց պահում, մեղմ ասեմ, չէ, մենք չենք կարողանա, չենք հասցնի եւ ռեսուրսներ չունենք, այլ Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, որ ռեսուրսը հաղթում է, ու ռեսուրսը ապօրինի է, նախորոք մենք գիտենք, որ հարստությունը թալանչիների մոտ է,
Դուք պատկերացրեք մեր հերոսները ովքեր են, հարգարժան մարդիկ ովքեր են։ Հերոս բանը ես առանց ճակերտ եմ ասում։ Մեր վարչապետը ասեց, որ իմ հերոսը հարկատուն է։ Մեր հարկատուները ովքեր են։ Մեր ժամանակվա հերոսը ով է։ Անուն ազգանունը, ասենք օրինակ Ռոբերտ Քոչարյանը։ Հերոսն է։ Մեր ժամանակների հերոսը։ Ինքն է, այո, հարկատու է եւ թալանչի։ Մեղադրվում է քրեական հանցագործությունների մեջ։ Հետո մի ուրիշ խախտում էլ կա ժառանգականության իրավունքը, իշխանությունը հորից անցնում է որդուն։ Հերոս են։ Ես ճակերտներ չեմ դնում։ Ճակերտ չկա։ Ինքն է եթերում։ Իր բառապաշարը, իր վարքագիծը, իր հագուստը, իր զավակները արտասահմանում ծնված։ Դուք պատկերացրեք օրինակել է տանենք մեր երեխաներին արտասահմանում ծնենք, որ պարտավորություններ չունենան Թորները։ Քոչարյանի թորները։ Տեսել եք Քոչարյան։ Հա, Լևոն Քոչարյանի երեխաները։ Հա, երեքն էլ արտասահմանում են ծնվել։ Հա, որ նրանք Հայաստանի քաղաքացի չեն։ Նրանք պարտավորություններ չունեն։ Այդ տեսնում եք, ուրեմն նա է հերոսը, իսկապես հերոսն է։ Բայց դա ուրեմն փոխել է պետք։ Այս դա եմ ասում, կփոխենք։ Ու շատ ցավոտ կլինի, որ ասում են, ցավոտ էլի, ճիշտ այնպես, ինչպես հիմա նրանք են։ Իմիջիալոս առաջել ենք մենք ասել, ես Ռոբերտ Քոչարյանի ժամանակ դատվել եմ։ Ասելուս համար։ Ասում ենք Ռոբերտ ցավոտ է լինելու։ Ռոբիկ ցավոտ է լինելու։ Դե դուք լավ եք բրծել, դες գոնե չեն սպանել։ Հա, դե։ Ռոբիկ ասելու համար սպանեցին մարդուն, բարևեց ասեց «Պրիվետ Ռոբ», հա, սպանեցին զուգարանում ծեծեցին եւ դուք կենթանի եք ողջ եք։ Փողոց մեր վրա կրակեցինք, ինձ ուղղակի չի կպնում։ Ես այս Ղարաբաղյան պատերազմներին էլ եմ մասնակցել։ Ես հերրավոր արևելքում էլ եմ եղել, դե չինական կոնֆլիկտի ժամանակ էլի չի կպել։ Ինձ չի կպնում։ Բոլորը ձեր նման բախտավոր չեն։ Դե իսկական ինձանից չի կախված։ Նրանք լավ չեն կրակում, այսինքն ինձ վրա կրակել են Երևան քաղաքի փողոցներում, Ռոբիկ ենք կրակել են, ինձ վրա չի կպել։ Ասում ենք ցավոտ է լինելու, չես վայելելու։ Քթներիցդ գալու է։ Դեռ սա Նիկոլ Փաշինյանն է։ Լավ չի անում, լավ չի կարողանում արդարադատություն իրականացնել, արդարություն բերել։ Բա հաջորդը որ գա ու գործունյա մարդ լինի, իր խոսքի տերը լինի, հետևողական լինի, դուք որտեղ կլինեք, որտեղ որ պետք է այնտեղ էլ կլինեք։ Ես հիմա ցիտեմ մեկ նախադասություն մեր ազգային ժողովի փոխնախագահի կողմից հնչեցված պարոն Ռուբեն Ռուբինյանի, նա 3 հարցազրույց է տվել, որտեղ ցավով նշել է, որ ցավոք Հայաստանում քաղաքական դաշտում այդպես էլ երրորդ ուժը չի ձևավորվել, եւ փաստացի ստացվում է, որ 26-ին ընտրությունը նորից լինելու է հնի, անցյալի եւ ներկայի միջև։ Պարոն Ռուբինյանը հայելի չունի։ Ինչ եք կարծում այս։ Հայելի նվիրեմ պարոն Ռուբինյանին, թող ինքը իրեն տեսնի։ Ինքը պատասխանատու է դրա համար։ Դա մեղայականով ելույթ է, այսինքն խոստովանում է, որ ինքը անգործ է, գործ չի անում, բայց ձեր գործը հենց դա էր, երրորդ ուժը ձևավորելն է, պարոն Ռուբինյան։ Իսկ ինչու է իրենց գործը դա, ինքը իշխանության մաս է։ Դա էլ կարևոր մաս է։ Պարոն Ռուբինյանը ազգային ժողովի նախագահի տեղակալն է։ Օրենսդրական նախաձեռնություններ էր պետք, որպեսզի օրենսդրությունը փոխվի։ Հետ կանչեն գործադիր իշխանությանը, որ չի անում, օրենքներ չի առաջարկում ընտրությունների մասին, քաղաքական կուսակցությունների մասին, գործիքը երրորդ ուժի ձևավորման, դա կուսակցությունների մասին օրենքն է։ Կոռուպցիոն մեր մոտ քաղաքական կուսակցությունները կոռուպցիոն են, նրանց ձևավորված իշխանություն կոռուպցիոն է։ Պարոն Ռուբինյանը թող իր գործընկերներին ազգային ժողովում ներկայացված քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներին հրավերի ասի, որ մենք թերացել ենք, մենք ձախողել ենք, երրորդ ուժը մենք չենք ձևավորել։ Դուք, պարոն Ռուբինյան, դուք չեք ձևավորում։ Դուք եք մեղավորը, որ Հայաստանում չկա մրցակցություն քաղաքական ուժերի մեջ, որ Հայաստանում Լենինն ու Աթաթուրքը
Իշխանության են գալիս 7 տարի հետո, իշխանություն ունենալուց 7 տարի հետո փիղը այդքան ժամանակում ձակ է մեծացնում։ Դուք ընդամենը 7 տարի իշխելուց հետո քրեա օլիգարխիկ համակարգը բերում եք իշխանության եւ ազգային ժողովում ոչ դիտարժան քրեհիկ ներկայացումներ եք ցույց տալ, ձեր ղեկավարած ազգային դուք եք ելույթ ունեցել օրակարգից դուրս, դա ձեր գործը չի, գնացեք տեցի կռուգում այդ հարցերը լուծեք, այդ ձեր ռազմորկաները տարեք տեցի կռուգ, ազգային ժողովը մենք դրա համար չենք ընտրել, Ռուբինյան ասում որ էս իրան ա եղել, ով արեց, Պարոն Արշակյան, բայց չէ որ եթե ձեր թվարկած գործողությունները իշխանությունը ի կատար անի, փաստացի կրակել է սեփական ոտքին։ Իշխանությունը հենց ժողովրդավարական երկրում, որով իրենք հպարտանում են, իրենք ամենաթողությունը համարում են ժողովրդավարություն։ Ես ասում եմ, ուղիղ եթերում հայհոյում են, իրար քաշքշում են, ասում են սա ազատություն է։ Ոչ ուղիղ եթերում հայհոյելը, սեռական բնույթի հայհոյանքներ տարածելը դա ամենաթողություն է, դա գրեհկություն է, փակեք, պատժեք, դուք պետք է պատժվեք, այ ընտրությունների ժամանակ մենք ձեզ կպատժենք, որ դուք երկիրը բերեցրիք ու հարցրեցիք, օրենքներով կարելի է կարգավորել, զտիչներ դրեք, քրեականները չպետք է լինեն իշխանությունում, քրեական բարքերը, որ այսօր ազգային ժողովում երեք մենք տեսանք, դա պետք է բերդում լինի ու դրա համար պետք է պատժեն, այդ քրեակատարողական հիմնարկում այդպիսի խոսակցության համար պատժում են, դուք պատկասում եք ազգային ժողովը գաղութ է, կամեր է, ես չգիտեմ ինչ է դարձել, այդպիսի բաներ ես 4 անգամ դատվել եմ, հատուկ վտանգավոր ռեցիդիվիստ եմ, ասեմ որ իմանամ, ես Հայաստանում բան եմ, ռելիկտ եմ, Ռելիկտ են ասում, հնացող 4 հատուկ Նավասարդյան աշտոտը չկա, մնացել եմ ես, որպես հատուկ վտանգավոր ռեցիվ, այսինքն ամեն ինչ տեսել եմ Բերդում, Սիբիրում, ես ասում եմ, որ ազգային ժողովը այդպիսի մի ընդհանուր խցիկ քրեականներով, այդպիսի տպավորություն է, այնտեղ դա կարելի է, ու դրա համար պատժում են, բանտում դրա համար պատժում են, Ռոբերտ Քոչարյանին, չէ, Ռոբերտ Քոչարյանի որդուն խցիկում այդպիսի հայտարարություն անելու համար կպատժեին, ադմինիստրացիան կպատժեր, դա հանցագործություն է, դուք հանցագործության հովանավորն եք, հանցագործությունը ձեր մոտ է տեղի ունենում, ես ասում եմ, Բաբկեն Թունյանին հանենք, հայտարարեց, հանենք, բա դուք, ես չգիտեմ, ինչ ասենք դրանց, կպատժենք ընտրությունների ժամանակ, կպատժենք։ Դուք նշեցիք, որ դուք ռելիկտ եք, հա, ես միանգամից ինձ մոտ միանգամից հարց առաջացավ, տեսեք, գերագույն այն ժամանակ, հա, երբ որ դուք գերագույն խորհրդի պատգամավոր էիք, այսպեսի հռետորաբանություն ես ուղղակի չգիտեմ, գերագույն խորհրդում եղել են այդպիսի դեպքեր։ Գերագույն խորհրդում Հրանտ Մաթևոսյանն էր պատգամավոր, 60 հոգի գիտնական էր, այդ 240 հոգուց 60 հոգի սովետական միությունում այդ պատնեշը հաղթահարած գիտնականներ էին, մտավորականներ էին, Ռաֆայել Իշխանյանը կար, Ռաֆայել Ղազարյանը կար, քանդում են, չէ, 30 տարի չի քանդվում, տեսեք ինչ լավ են սարքել, Ռաֆայել Իշխանյանը և Ռաֆայել Ղազարյանը Հրանտ Մաթևոսյանի հետ միասին, տեսեք ինչ պետություն են սարքել, չի քանդվում, քանդում են, չի քանդվում, բայց ես դրա համար եմ ասում, ստիչ դրեք, հարցակվել են Տիգրան Մանսուրյանի վրա, իսկական հերոսը այսօրվա Տիգրան Մանսուրյանն է, մեր հերոսը Տիգրան Մանսուրյանն է, ես ձեզ ասեմ առիթից օգտվելով, 70-ական թվականներին, երբ որ մենք շատ տոքսիկ էինք, մեր մերձավորները հրաժարվում էին մեզանից, ընկերները հրաժարվում էին, գալի մեր դեմ ցուցմունք էին տալիս, Տիգրան Մանսուրյանը և Զավեն Վարդանյանը, երկու երաժիշտ, ինձ և իմ ընկերներին հետ հրավիրել են իրենց տուն,
հայրենասիրական երգեր ենք մշակել։ Ինքն էր մշակում Տիգրան Մանսուրյանը, երբ որ դա նշանակում էր Սիբիր։ Ես որ ասացի հատուկ վտանգավոր ռեցիդիվիստ եմ, այն ժամանակ ես խիստ տոքսիկ էի, թունավոր էի, ինձ հետ շփվելը վտանգավոր էր, կասկած էր առաջացնում, պաշտոնանկություն էր բերում, ուսանողները դուրս էին մնում, պաշտոնյաները հեռացվում էին, Տիգրան Մանսուրյանը ինձ հրավիրել է իր տուն։ Այս հերոսը Տիգրան Մանսուրյանն է, օրինակ վերցնենք Տիգրան Մանսուրյանից, թող նրանք լինեն ազգային ժողովում, կրթության նորաձևությունը դա է օրինակելի բարեկիրթ մարդիկ պետք է լինեն իշխանությունում, ոչ թե սրանց նմանները։ Շնորհակալություն պարոն Արշակյան։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Մեր հյուրն էր Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, իսկ մենք քիչ անց կվերադառնանք եւ կշարունակենք մեր աշխատանքը առաջինի հետ։